Դերասանուհի Մանե Հակոբյանը վերջին ժամանակներում շատ ակտիվ գործունեություն է ծավալում նաև Instagram-յան հարթակում, որտեղ էլ օրեր առաջ հարց ու պատասխան էր կազմակերպել։ Դերասանուհու հետևորդներից մեկը հետաքրքրվել էր, թե ինչպես են աշխատանքը համատեղում երեխայի հետ։ Ի պատասխան Մանեն գրել էր. «Շատ հարմար, կախված բոլորիս գրաֆիկից։ Կամ Նանեն ինձ հետ է մնում, կամ պապայի, կամ տատիկներից մեկի, կամ էլ մորաքրոջ»։ Instagram-յան հարթակում գրել էր Մանեն այսպիսով, պարզաբանելով այն հարցը, թե ինչպես է հասցնում Մանեն բաժանումից հետո հոգ տանել դստեր մասին և արդյոք Կարենը ժամանակ է անցկացնում դստեր հետ, իսկ մենք առաջարկում ենք դիտել մի քանի տեսանյութ, որոնք այս ընթացքում դերասանուհին հրապարակել է իր Instagram-յան էջում։ Ինքն է իսկական պարտներ։ Նանային իջացրի, բարի լույս, գնացինք նկարահանման, ոչինչ վիճակս։ Կարոտել էի սենյակս, եթե ես այստեղ եմ միգուցե ինչ-որ բան այն չէ։ Ով իմանա։ Դերասան Ալեքսանդր Բաբասյանն այլևս չի նկարահանվում տարբեր հեռուստասերիալներում և հեռուստանախագծերում, սակայն պահպանել է իր ակտիվությունը Instagram-յան հարթակում, որտեղ էլ նոր տեսանյութ է հրապարակել, խոսելով իր լսած վերջին լավ արտահայտության մասին։ Մենք առանձնացրել ենք տեսանյութը և ձեզ առաջարկում ենք լսել այն առանց մեկնաբանության։ Այսօր օֆիսում շատ սիրուն արտահայտություն եմ լսել հաճախորդից, շատ ուր մի հատ ավել դուռ բացեց ուղեղից մեջ, մի հատ ավել ակոշկա բացեց, իրականում վեգժիվի վեգուչից ես սիրում եմ նոր բաներ բացահայտել, իմ համար սովորել երբեք չեմ ամաչում դրանից, հաճախորդներ Ռուսաստանից էին, ռուս ամուսիններ էին, եկել էին տուն առնելու իմ միա ռեզիդենսի կոմպլեքսից, ամուսինը, մենք հատված ունենք, որը նայում է Չարբախի գերեզմանոցին, այդ հատվածը ամուսինը ասեց ոչ, нет, вон там гроб, там, не знаю, кладбище, туда-сюда, Գինը ասեց, надо бояться живых, не мертвых, ու ասեց մոտս հեղափոխական բան առաջացավ, Ռոզի նայում ես առաջին այսքից եկը պրիմիտիվ արտահայտությունը, բայց երբեք դրա մասին այո չէի մտածել, որ պետք չի վախենալ մեռած մարդկանցից, որ դուք ես երբեք ոչ մի վնաս չեն կարող տալ։ Պետք է վախենալ կենդանիներից ու կենդանիներից։ Երգչուհի Սիրուշան իր Instagram-յան էջում ուղիղ եթեր է կազմակերպել, որին մասնակցել է նաև ամուսինը Լևոն Քոչարյանը։ Նրանք անդրադարձել են հետևորդների տված հարցերին, այն մասին, թե արդյոք զույգը շատ է վիճում։ Դրանի պատասխան Սիրուշոն և Լևոնն ասել են, որ չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են վիճաբանություն ունեցել։ Սիրուշոն էլ հավելել է, որ դա երևի եղել է այն ժամանակ, երբ իրենք ընկերություն էին անում։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել ուղիղ եթերի ողջ ընթացքն առանց մեկնաբանության։ Բարեձեզ բնավոր։ Իսկ որտեղ են ձեր հրաշք երեխաները։ Երեխաների տանը մի մասը տարբեր, նայած որ մասը երեխաների։ Ես եկա Սիրուշոյի մոտ, հիմա Սիրուշոյի մոտ ենք։ Ու քանի որ եկավ Սիրուշոյի մոտ, ես էլ որոշեցի, որ լայվ միացնեմ, որ դուք առիթ ունենաք իրեն հարցեր ուղղելու, որտեվ շատ ժամանակ ինձ են հարցեր ուղարկում, որ քեզ փոխանցեմ, իմ էջի վրա են ուղարկում, դրա համար ուզեցի, որ հա։ Okay։ Սիրուշո մենահամերգ, ամեն դեպքում քեզ ինձ մենահամերգ են ուզում։ Ազատ ժամանակ ինչ եք անում, ինչով եք զբաղվում, Լևոն։ Վերջի քանի ամիս ազատ ժամանակ ստումա չեմ ունենում։ Սպորտ, երեխաների հետ ինչ-որ բան անել երևի։ Եթե ձմեռա լեռներ գնալ, սնոուբորդ քշել։ Ուրիշ ինչ, ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Կարդում ես։ Կարդում եմ, բայց կարդալ հիմնական քնելուց առաջ։ Ամել օգնում եմ։ Լավ քնել։ Քեզ հարց են ուղղել, բարև ձեզ, ում եք ընտրելու։ Ինձ են հարցնում։ Կարող քեզ են հարցնում։ Ինձ է ընտրել։ Սիրուշոյին եմ ընտրել, քանի տարի առաջ, 24 տարի առաջ։ Ընտրելու եմ համար 17։ Do you guys ever argue? Not anymore. We used to, but not anymore. We used to when we were dating. Not since we've been married. Չմի շնորհ անգամ երբեք վիճել։ Չգիտեմ։
Տորքանգեղը երբ է լինելու։ Սերգեյն է հարցնում։ Տորքանգեղը լինելու է ամսի 6-ին, հունիսի 6-ին։ Չգիտեմ, մանրամասներ դեռ ասում ենք, թե չէ։ Մեր Տորքանգեղ էջին, որ հետևեք, կիմանաք։ Instagram-ում է էջը։ Լավ, արդեն երևի գնանք, բայց եթե կփորձեմ էլի առիթ ստեղծել, որ Լևոնին կարողանաք արդեն երևի գնանք, բայց կփորձեմ։ Я на зло всем теперь говорю ропе, хотя не с Карабах. Ոնց էր նայել եք։ Չէ, լավ չեն նայել։ Հմ։ Չեն նայել։ Չգիտես չեն նայել։ Նայել եք։ Չէ, ընդհանուր էի հարցնում, բարձա մի գրողը նայել է։ Do you do anything to grow in your faith daily? Do you? Մտածված չէ, ինձ թվում է ուղղակի դրա մեջ ապրում ենք։ Կփորձեմ էլի Ողջույններ առիթներ։ Գյումրիից։ Ես էլ եմ ողջունում Գյումրին, երեք էի Գյումրի, ջալուց գնացել ենք հունիսի 1-ներ երեխաների օրներ, այնտեղ սիրուն միջոցառում էր, որին մասնակցել եմ, քաղաքում ագին քայլել ենք, զբոսնել ենք, շատ եմ սիրում Գյումրին։ Սիրուշուն ազատ խոսում է արցախերեն։ Արցախերեն է երևի մի քիչ Արցախի բարբարով։ Արցախի բարբար։ Դե չկա առանձին լեզու չայրենի բարբարն է։ Խոսում ես մեր բարբարով։ Խոսում։ Խոսում։ Սիրուշուն իմ իմացած ամենալավ Արցախի բարբարով խոսացողն է լինելով Երևանցի, ոչ արցախցի։ Լավ։ Հարց Լևոնին, դուք մոտիվացվում եք Սիրուշոյի հաջողություններից։ Չէ, շատ իրականում։ Մա չէ, թե շատ։ Չէ, շատ։ Բայց մոտիվացվելը չգիտեմ, մոտիվացվելը մի քիչ երևի ուրիշ ձև է հնչում, բայց շատ ուրախանում եմ ու համարում եմ նաև իմ հաջողությունը։ Դե որտեվ ցաղ դու ես անում։ Հմ։ Ցաղ։ Չէ, դες չէ։ Չէ, շատ եմ։ Չէ, մենք դրա վրա շատ ենք կատականում, որ այդպիսի ընկալում կա, մենք էլ ենք դրա վրա կատակում։ Նա, չէ։ Մարդիկ ոնց չեն պատկերացնում, որ այս ամեն ինչ քեզ ավելի խանգարում է, ոչ թե օգնում գործիդ։ Երբ կկաբովյան կրկին։ Մինչև ամսի 7-ը չեմ կարծում, որ Աբովյան գալ կստացվի։ Բայց Աբովյանը մոտ է